Երեխեք դուք ներս եք գալու, այստեղ եք։ Խանգարում եք, Եղեք նամակ փոխանցում եւ արդյոք նույն բովանդակության, նույն պահանջներով է նամակը։ Նույն բովանդակության, նույն պահանջներով նամակներ ենք հանձնում Մեծ Բրիտանիայի եւ Նիդերլանդների դեսպանատներին։ Պահանջները նույնն են, անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջին, այն է անհապաղ ազատ արձակել ապօրինի կալանքից եւ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, առավել հրատապություն դրսևորել Նարեկ Սամսոնյանի հարցում, որը արդեն 6-րդ օրն է գտնվում է հացադուլի պայմաններում։ Այս դեսպանությունը ինչ կարող է անել, ինչ է լիազորությունների շրջանակում, ինչ ակնկալիքներ սպասել։ Բոլոր դեսպանատների ընտրության հարցում դրսևորել ենք մեկ սկզբունք, որ բոլոր այս կառույցները Հայաստանում տարիներ շարունակ ներդրումներ են կատարել Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար։ Եվ այսօր մենք գործ ունենք խոսքի ազատության տոտալ բռնաբարության հետ։ Մարդիկ կալանավորված են, նրանց սպառնում է 5 ամսվա կալանք, ել չեմ ասում հետագա հնարավոր հետևանքների մասին։ Միայն ազգային ժողովի խոսնակի վիրավորանքներին իրենց քաղաքական քննադատական բնույթի ոդքասթի ընթացքում արձագանքելու համար, որի ընթացքում հնչեցվել է Նարեկ Սամսոնյանի կողմից ընդամենը հետույք բառը։ Սա ժողովրդավարության մասին չի խոսում, ոչ էլ խոսքի ազատության պաշտպանության։ Եվ մենք հարցադրումներ ունենք եւ պահանջներ ունենք այս կառույցներին։ Արդյոք սա իրենց համար նորմալ է։ Արդյոք նորմալ է, որ մեդիագործիչը իր քաղաքական քննադատական ոդքասթի ընթացքում հետույք բառը արտաբերելու համար 5 ամսով ազատազրկվում է։ Արդյոք նորմալ է, որ հացադուլ որպես վերջին միջոց ընտրված գործիքը հացադուլին 6 օր շարունակ որևէ կառույց չի արձագանքում։ Մենք կարող ենք գործ ունենալ մարդու կյանքի եւ առողջության անդառնալի հետևանքների հետ։ Հետևաբար մեր խնդիրն է, արդեն ուղարկված են իրենց էլեկտրոնային նամակները։ Մեր խնդիրն է արձերն եւս հանձնել, հրապարակայնորեն արձանագրել հանձնման փաստը, որ հետագայում չասեն, որ մենք տեղյակ չենք եղել, որովհետեւ Նարեկ Սամսոնյանի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը նաեւ ոչ միայն իշխանությունների, ոչ միայն դատական իշխանության խնդիրն է, այլ նաեւ բոլոր այն կառույցների, ովքեր որ քաղաքական գնահատական չեն տալիս եւ լռում են այս հարցում։ Հանձնենք նամակները եւ վերադառնանք։